Այս կողմից կկանգնեն ճիշտ դուք ինչ պահանջով եք այսօր գլխավոր դատախազության շենքի առջև եւ այս կառույցից եւ կառույցի ղեկավարից ինչ ակնկալիքներ ունեք։ Ինչպես հայտարարվել էր, այսօր բանակցության նվիրված է մեր բոլոր քաղբանտարկյալներին, ու ինչպես գիտեք, արդեն հաշիվը կորցրել ենք քաղբանտարկյալների, ոչ մեկ չի անում այդ հաշվարկը, միակ իրանց թիվը ավելանում է քաղբանտարկյալների եւ այս ապօրինությունները շարունակվում են մեր երկրում։ Ինչպես գիտեք, հոգևորականներ, բարձրաստիճան հոգևորականներ են այսօր քաղբանտարկյալ, մենք ունենք կին քաղբանտարկյալ Լիզա Մանթաշյանը, ունենք ազգային մեծ վարեր Արսանվել Կարապետյանը որպես քաղբանտարկյալ, այսպես կարելի է շարունակել եւ պարզապես քաղաքացիներ, հայրենասեր մարդիկ, եւ ես նույնիսկ վարանում եմ սա անվանեմ քաղաքական պահանջ, ոնց կարող ենք համարել Արցախից չհրաժարվելը քաղաքական պահանջ, ոնց կարող ենք համարել ցեղասպանության մասին խոսելը քաղաքական պահանջ։ Սա արդեն սենց մեր հայ ինքնության ամենախոր արմատներին հարվածներ են, որ այս իշխանությունը հասցնում է ամեն օր։ Բնականաբար սա իրենց մտահղացումները չեն, սրանք թելադրված են արտաքին ուժերի կողմից, եւ եթե ուղղակի անաչառ աչքով նայենք, կտեսնենք, թե այս իշխանության պաշտոնավարումից ովքեր են ամենաշատ օգուտները խաղել մինչ օրս։ Ամենաշատ օգուտներ խաղել են Թուրքիան եւ Ադրբեջանը, թշնամի երկիրներ, որոնք հենց այս կառավարության ծրագրի մեջ է Թուրքիան եւ Ադրբեջանը որպես անվտանգային սպառնալիք ներկայացված։ Եվ այս իշխանությունները կարծես այսպես համագործակցում են Թուրքիայի, Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ, նրանց հոգևոր առաջնորդի հրահանգներով առաջնորդվելով իրականացնում են այս ապօրինությունները մեր երկրում։ Վերջին ձեռքակալությունները դրանք փաստորեն հարված էին լրագրողական համայնքին, ԻՄՄ-ի հաղորդաշարը անտիֆեյք հարթակը, որը մեծ թափ էր հավաքում եւ ամբողջ աշխարհի հայությանը տեղյակ էր պահում այս ապօրինությունների մասին, եւ այսպես խումբ, համայնք, այն մարդիկ, ովքեր փորձում են իրենց ձայնը բարձրացնեն այս իշխանությունների բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների դեմ, իրենք արագ լրացվում են։ Եթե պիտի խոսենք, եթե հայհոյանքից պիտի խոսենք, այդ հայհոյակի մշակույթը կարծեմ մեր երկիր, մեր կյանք մցրել են հենց այս իշխանությունները եւ իրենք են։ Երանի ձեր ներվերին, որ դուք լսում եք Նիկոլ Փաշինյանին։ Եվ մաքրվում է այդ Ուրեմն կարգալույծ եղած հոգևորականների հետ եկեղեցում այդպիսի խայտառակ արարողությունների բեմականացումների մասնակցելը ես չեմ համարում եկեղեցի գնալ, դա սրբապղծություն է, ինչպես մայրաթորն է դա արել։ Ամեն դեպքում մենք տեսանք, որ վերջին պատարագում նույնպես, ինչպես կարգն է, մեր վարդապետական կարգով պատարագից զեղչվել էին շատ կարևոր հատվածներ, որտեղ որ պետք է նշվեր կաթողիկոսի, օրվա կաթողիկոսի անունը, թեմի առաջնորդի անունը եւ նույնիսկ հոգևորականը վարչապետի եւ մյուս պաշտոնյաների ներկայությամբ վարչապետի աթոռը զբաղեցնողի եւ մյուս պաշտոնյաների ներկայությամբ չեր նշել կաթողիկոսի անունը, թեմի առաջնորդի անունը։ Սրանք հարցեր են, որ եկեղեցին ես վստահ եմ ներքին կարգով կքննարկի եւ իրենց որոշումները կկայացնեն։ Մենք չէ որ պետք է դրանց մասին մեկնաբանություններ տանք։ Ես ինքս շատ բացասական եմ վերաբերվում այդ երևույթին։ Դասավանդում եք նաեւ Արտեշտում, այնտեղ հայկական համայնքի հետ բնականաբար շփվում եք։ Հետևում են այստեղ տեղի ունեցող այս իրադարձությունների, ինչ կարծիք ունեն եւ օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի գնալ Կանադայի ինչպես են պատրաստվում։ Փառք նա դեռ չի համարձակվել Կանադա այցելել, մանավանդ պատերազմից հետո մենք նրան այնտեղ չենք տեսել։ Նույնիսկ իր ուղարկած դեսպանին մենք արժանին ենք մատուցում այնտեղ եւ եթե կհիշեք 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո Հայաստանի դեսպանը Կանադայում նրա մուտքը արգելվեց հայ կենտրոն, որտեղից կամավորականներ էին եկել եւ զոհվել 44-օրյա պատերազմում եւ նրա մուտքը արգելվեց, քանի որ նա գտնվում է Կանադայում իրականացնելու այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը։ Այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը ցեղասպանության մասով արդեն գիտենք, ասել են, որ
առաջնահերթություն չէ դա իրենց համար, իսկ Սփյուռքի համար սա գերակա խնդիր է, շատ կարևոր, դուք գիտեք ինչպես է ձևավորվել ավանդական Սփյուռքը, եւ նույնիսկ Հայաստանում չկա այնպիսի հայ, որը ինչ որ թելերով կապված չի լինի ցեղասպանության հետ։ Անընդունելի ենք համարում։ Ձեր հարցի առաջին մասը, հա, որ ես վաղուց տասնամյակներ շարունակ աշխատում եմ, ապրում եմ արտերկրում, Կանադայում եմ ապրում եւ պատերազմից հետո շատ մոտիկից շփվում եմ համայնքի հետ, հանդիպում եմ երիտասարդների հետ, փորձում եմ ինքս իրազեկել եւ իմ այսօր գտնվելը, այսօր հայրենիքում գտնվելը նույնպես այդ շրջանակներում է։ Նպատակը նա է, որ այստեղ լինեմ, ինքս շփվեմ, մասնակցեմ անձամբ բոլոր տեսակի ընդվզումներին, դատական նիստերին, ակցիաներին եւ ինքս այդ կապը հանդիսանամ, կամուրջը հանդիսանամ։ Երբ 2024 թվականին ես եւ բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցինք հայրենիք, Դավուշը հանուն հայրենիքի շարժման ժամանակ, ես պատիվ ունեցա հարցազրույցով խոսել ABC մեդիայի հետ եւ այնտեղ մենք մանրամասն նկարագրել ենք թե Սփյուռքի անհանգստությունները որոնք են։ Ինչ եք կարծում, մոնատի ակցիաները կամ խնդիրները բարձրացնելը որևէ կերպ արդյունք ունենա, քանի որ ըստ էության Աննա Վարդապետյանը այնքան էլ ականջալուր չէ խնդիրներին, որոնք բարձրացնում են դրությունն ու այն մարդիկ, որոնք կարծում են թե Հայաստանում քաղաքական Այո, իհարկե կասկածից դուրս է, որ Հայաստանում քաղաքական կան, ոչ մեկ դա չի վիճարկում, ոչ մի ողջամիտ մտածող մարդ դա չի հերքում։ Ես ինքս հանդիպել եմ Կանադայի դեսպանի հետ, որպես Կանադայի քաղաքացի, վերջերս հանդիպում եմ ունեցել իր հետ եւ մանրամասն քննարկել եմ այս հարցերը։ Նույնպես ես ոչ մի ակնկալիք չունեմ այս իշխանության, այս կառավարության անդամների որևէ մեկից։ Եթե չեմ սխալվում, Աննա Վարդապետյանը մինչև դատախազ նշանակվել է աշխատել որպես Նիկոլ Փաշինյանի օգնական եւ ինքը անձամբ ինչ որ այո, եւ կուսակցական կապերով կապված է այս իշխանությունների հետ բնականաբար եւ ոչ մի ակնկալիք չունեմ։ Ակցիաները շատ կարեւոր են մարդկանց համախմբելու համար, մենք միասին այստեղ հավաքվում ենք, մեր ձայնը բարձրացնում ենք եւ շատ այստեղի համար չի, այլ դրսում տեսնելու համար, որ այս մարդիկ չեն լռում, այս մարդիկ կան եւ ընդվզում են։ Սա է, ես կարծում եմ, որ մեր բոլոր համատեղ ուժերը պետք է ուղղվեն մեկ ուղղությամբ։ Դա այսօր մեր ազգային ժողովն է։ Մենք ունենք խորհրդարանական երկիր եւ ունենք սահմանադրական գոնե 1-2 ճանապարհ այս իշխանություններից ազատվելու համար։ Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, ես կարծում եմ, որ մեր սահմանադրությամբ կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացը շատ կարևոր գործընթաց է եւ եթե ընդդիմության բոլոր թևերը գտնեն ընդհանուր հայտարարը եւ միասնական տեխնազույով հանդես գան, մենք հիմա ունենք տեխնազու միասնական Դավիթ Համբարձումյանը, Մասիսի քաղաքապետը, որը եւս ազատազրկված է մի աբսուրդ գործով 7 տարի քննեցված գործը արժանացրել են եւ 6 տարուց ավելի ազատազրկում են տվել, որպեսզի նա համաներման բանով չանցնի։ Այդպես, հա, ես կարծում եմ, որ այդտեղալուծումը այս պահին հաջորդ քայլը դա պիտի լինի ընդդիմության, բայց ես ինքս բոլոր տեսակի ակցիաներին մասնակցում եմ, բոլոր դատերին ընդեղ եմ, անկախ եղանակից, անկախ օրվա ժամից։ Մի քանի օր առաջ ձեր հետ խոսում էինք կեսգիշերին դատարանի պարկիզին։ Շնորհակալ եմ։